Կխնդրեմ միասին բացենք Եփեսացիներին 6-րդ գլուխ 16-րդ խոսք, որտեղ առաքյալը խոսում է հոգևոր սպառազինության մասին եւ հետեւյալն է գրված. Եվ այդ բոլորի վրա հավատքի վահանը առեք, որպեսի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերին չանել հանգցնել։ Հավատքի վահանը առեք, որ չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնեք։ Այսօրվա պատգամը հետևյալ ձև է կոչվում. փոքր մտքերի մեծ վնասը։ Փոքր մտքեր կան, ինչպես այդ կրակոտ փոքրիկ նետերն են, բայց դրանք կարող են մեզ մեծ վնաս պատճառել։ Փոքր մտքերի մեծ վնասը։ Եվ նորից տեսեք, հավատքի վահանը առեք, որպեսի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Հնում, երբ որ չկար հրաձիգներ, չկային հրացաններ, կային նետեր, եւ ավելի երկար պատմական ժամանակաշրջանով նետեր են օգտագործել, քան ժամանակակից զենքերը։ Եվ որպեսի որևէ մեկը կարողանար խոցեր եւ հատկապես փայտի շինությունը կարողանար խոցեր, գրավեր եւ բացեր դարպասները ինչ էին անում, նրանք իրենց նետի ծայրը այրում էին, հրդեհում էին եւ թիրախին խոցում էին, որպեսզի թիրախը հրդեհվեր։ Դրա համար Աստծո խոսքը ասում է ոչ պարզապես նետ, այլ կրակոտ նետ, որը հրդեհում է։ Շինությունը հրդեհում է նաև մարդուն։ Երկրորդը, որ անում էին այդ ժամանակ, նրանք իրենց, երբ որ որսի էին դուրս գալիս, նետի ծայրը թույն էին քսում նետի ծայրին, որպեսզի որսին արագ մեկուսացնեն, չեզոքացնեն, քնացնեն, հարցերը լուծեն, հետևաբար չարը ոչ միայն կրակոտ նետ ունի, այլև թունավոր նետ ունի։ Նույն կերպ վարվում է սատանան այսօր։ Ուրեմն այդ նետերը ոչ միայն կրակոտ նետեր են, ոչ միայն թունավոր նետեր են, այլև թրջող նետեր են, քույրեր եղբայրներ։ Նա արձակում է եւ նա թրջում է եւ հստակ թիրախ ունի եւ թիրախը մեր միտքն է։ Հիշում եք անցած կիրակի մենք խոսեցինք բաց դռների մասին։ Այսօր մեկ ուրիշ բաց դուռ կնայենք, որ կարող է սատանայի համար թիրախ լիներ եւ դա մեր միտքն է։ Թրջող նետեր։ Եղել են մարդիկ, ովքեր նման արտահայտություն են արել, ասել են այ մարդ, որտեղից այդ միտքը եկավ, կպավ ինձ։ Ասել եք նման բան երբևէ։ Կամ մարդիկ ասում են ինձ մի միտք եկավ։ Նկատել եք ցանկացած միտք, որը չի բռնվում, չի շոշափվում, ֆիզիկական չի կշռվում, բայց այն շոշափելի արդյունք է բերում մեր կյանքի մեջ։ Ցանկացած միտք կարող է թե հետևանք բերել եւ թե արդյունք բերել, վատ բանի հետևանք եւ լավ բանի արդյունք։ Ցանկացած միտք կարող է ֆիզիկական գործողություն անել մեր մեջ, մեզ ստիպել ինչ-որ բան անել, կամ էլ ֆիզիկական հետևանք թողնի մեզ վրա։ Օրինակ, ապացուցված է դա, որ ցանկացած միտք քիմիական պրոցես է առաջացնում մարդու օրգանիզմի մեջ։ Մի բան մտածենք մեր մատերիան, չէ, մեր նյութեղեն մարմինը եւ ոչ նյութական միտքը։ Ոնց են սրանք իրար բռնում եւ ոնց են հրահրում, ոնց է հրդեհվում մեր ներսը չշոշափվող մի մտքի կողմից։ Արդյունքում, օրինակ, երբ որ վատ լուր եք լսում, վատ խոսք է հնչում ձեր հասցեին, ինչ է տեղի ունենում ձեզ հետ, դուք քրտնում եք, եղել է այդպես թե չէ։ Մեկ չշոշափելի մտքից քրտնում եք, հուզվում եք, տագնապում եք, ձեր սիրտը սկսում է ինչ անել, արագ աշխատել, կամ էլ երբ որ լավ լուր եք լսում, ինչ է լինում ձեզ հետ, ձեր դեմքին ժպիտ է հայտնվում, ուրախանում եք, հաճելի զգացողություն է դա ձեզ պարգևում եւ խաղաղվում եք։ Մտքերը կառավարում են մարդուն։ Մտքերը կարող են մարդու ներսում ինչ-որ արդյունք առաջացնել կամ վատ բանի պատճառ լինել։ Եվ խոսքը հետևյալն է ասում, որ չարը ունի նետեր սատանան, թե չէ։ Զգուշացնում է մեզ Աստծո խոսքը, որպեսզի պաշտպանվենք, պետք է հավատքի վահանը առնենք։ Հավատքը պաշտպանություն է, քույրեր եղբայրներ։ Նորից ասեմ, որ ձեր բաց թողած ամենը լրացնեք, հավատքը պաշտպանություն է։
Ուրիշ ձև չեն կարող պաշտպանվել։ Երբ որ չարի նետը գալիս է եւ խոցում է մեզ, միակ միջոցը դա ինքնաներշնչանքը չի, հոգեբանի մոտ գնալը չի, դեղ խմելը չի, հավատքն է։ Հավատքով դու հակառակվում ես, հավատքով դիմադրում եւ պաշտպանվում ես, որպիսի կարողանաք, ով պիտի կարողանա։ Ոչ թե Աստված քեզ տվել է հավատքի վահանը, որպիսի դու կարողանաս չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել հավատքի վահանով։ Մտքերը անհավանական իշխանություն ունեն մեզ վրա։ Նկատել եք, անհավանական իշխանություն ունեն։ Բայց մի բարի լուր ասեմ հիմա ձեզ, մենք էլ անհավանական իշխանություն ունենք մտքերի վրա։ Որտեղ մարդիկ կարող են ասել, անկառավարելի վիճակ է, անդիմադրելի է, ես չեմ կարողանում, մտքերը գալիս են, հիմա բայ ես ինչ անեմ։ Աստված քեզ իշխանություն է տվել այդ մտքերի վրա, որպեսզի կարողանաս դրանք կառավարել եւ մենք այսօր կտեսնենք, համբերատար եք, սպասում եք եւ եկեք ուրեմն ուշադրությամբ լսենք Աստծո խոսքին։ Ինչու է սատանան թիրախավորում մարդու միտքը, ոչ թե ոտքը, ոչ թե ձեռքը, այլ միտքը։ Նկատել եք բանակում անգամ պատերազմի ժամանակ եւ եթե զինվորը ոտքից վիրավորվի, նա դեռ կարող է շարունակել մարտնչել։ Եթե ձեռքից վիրավորվի, նորից կշարունակի իր պատերազմը, բայց եթե գլխից վիրավորվի, նա անկառավարելի է, նա խոցելի է արդեն եւ նա կարող է անգամ գերի ընկնել։ Ինչու է սատանան թիրախավորում հենց մեր միտքը, հենց հարվածում մեր մտքին։ Մատթեոս 22:37-ում գաղտնիք ենք տեսնում։ Հիսուսը նրան ասաց. «Սիրիր քո Տեր Աստծուն»։ Սա առաջի պատվիրանն է, հիշում եք, եւ կանգ չառավ դրա վրա։ Աստծո խոսքը այնքան գործնական է, փիլիսոփայական չի, երևութական չի, շատ գործնական։ Սիրիր քո Տեր Աստծուն եւ այստեղ հարց է առաջանում, ինչպես եւ ինչով սիրեմ իմ Տեր Աստծուն։ Նայեք ինչ ասում, քո ամբողջ սրտով, ունենք սիրտ չէ, անսիրտ չենք, բայց ինչ սրտով, ամբողջ սրտով, հետո քո ամբողջ հոգով, մենք անասուններից նաև այդպես ենք տարբերում, հոգի ունենք, եւ քո ամբողջ մտքով, սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Նայեք այս 3 կոմպոնենտները, որ մարդու մեջ կան, սիրտը, հոգին եւ միտքը։ Շատերը նույնացնում են միտքն ու սրտի հետ եւ ճիշտ են անում, բայց շատ աստվածաբաններ նաև ասում են ամեն մեկը յուրովի տարբերվում են իրարից։ Սիրտը ոչ միայն միտք է, դա նաև զգացմունքներ է, դա նաև կամքն է մարդու։ Եվ միտքն էլ առանձին է այստեղ ներկայացված։ Ուրեմն, եթե նա խոցի մեր միտքը, մենք չենք կարող ամբողջ մտքով սիրել մեր Տեր Աստծուն։ Մեր ուշքն ու միտքը ուրիշ տեղ կլինի։ Երբ որ մեր միտքը հրդեհվի, մենք չենք կարողանա կենտրոնանալ Տիրոջ խոսքի վրա, աղոթքի վրա, հոգևոր կյանքի վրա, նա գողանում է մեր ուշադրությունը, հրդեհում է մեր ներսը, հետևաբար եթե նա մեր միտքը խոցի, նա կխոցի մեր հոգին եւ կտիրանա մեր սրտին։ Մեր միտքը մեր հոգու դարպասներն են, դռներն են, որ նա ուզում է խոցել, կրակոտ նետերով հրդեհել, որպեսզի բացի, ճեղք բացի եւ ներթափանցի մեր կյանքի մեջ։ Եթե նա մտքիդ տիրի, կտիրի կյանքիդ էլ։ Ուշադիր եղեք։ Կատաղի պայքար է գնում մարդու ուշադրության համար։ Առակաց 4:23 խոսքում հետեւյալն է ասում. ամենից ավելի քո սիրտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը, բայց ես հիմա ձեզ կարդամ անգլերեն թարգմանության մեջ ինչ է գրված, ասում է ամեն զգուշությունից առավել զգուշ եղիր քո մտքին։ Սիրտ է գրված հայերեն, ճիշտ է գրված, անգլերեն միտք է գրված, էլի ճիշտ է գրված, որովհետև դա նույն խորհուրդն ունի, զգուշ եղիր քո մտքին։ Ինչու՞, որովհետև քո կյանքը որտեղից է գալիս։ Սրտից եւ մտքից է գալիս։ Եթե նա թունավորեց քո միտքը, կթունավորի քո կյանքը։ Հրդեհեց քո միտքը, կհրդեհվի քո կյանքը, քո հարաբերությունները, քո տան մթնոլորտը թունավորեց, ամեն բան կթունավորի քո կյանքի մեջ։ Ուրեմն միտքը սատանայի համար թիրախ է,
Դրա համար Աստծո խոսքն ասում է հավատքի վահան առեք, որ կրակոտ նետերը, դրանք կրակոտ նետեր են, դրանք ոչ միայն խոցում են մեզ, այլև հրդեհում են մեզ։ Մատթեոս ավետարան 15-րդ գլխի 19-րդ խոսքում էլ ասում է, որովհետև սրտից դուրս են գալիս, նայեք, տեսեք, առաջինը ի՞նչ է դուրս գալիս մեր սրտից, չար մտքեր, նոր հետո ի՞նչ է դուրս գալիս, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայություններ, սրանք են մարդուն պղծում, բայց քույրեր, եղբայրներ, առաջինը հայությունը չի, առաջինը սպանությունը չի, առաջին սուտ վկայությունը չի, ամեն բան սկսվում է ինչից, մտքից, միտք, գաղափար, սատանան միտք տվեց մարդուն, եւ դա մղեց նրան սպանության, դա մղեց շնության, ոչ առարկայական, ոչ շոշափելի միտքը մարդուն դարձրեց հանցագործ, մեկ ուրիշին կյանքից զրկեց, մեկ ուրիշին ունեցվածքից զրկեց, մեկ ուրիշին սրբությունից զրկեց, ընդամենը միտք, դրա համար կարևոր է, որ ուշադիր լինենք մեր մտքին։ Վերջերս հեռուստացույցով մի ամերիկացու մասին պատմություն էի նայում, դիտում, զարմանալի մի պատմություն էր մի կնոջ մասին, ով իր բակում խոտ էր հնձում։ Խոտ հնձելու ժամանակ հնձեց, ամեն ինչ մաքրեց, գնաց տուն եւ հանկարծ իր ոտքի վրա փոքրիկ մի վերք տեսավ։ Քոր էր գալիս, պոկեց այդ վերքը, մտածեց, չգիտեմ ինչ է իրան խայթել, մոծակ է, ճանճ է, ինչ է, եւ այդպես անցավ որոշ ժամանակ։ Անցավ մեկ շաբաթ, այդ վերքը ավելի բորբոքվեց, կարմրեց, այտուցվեց, դիմեց բժշկի։ Երբ որ դիմեց բժշկի, բժիշկն ասեց, գիտես, քեզ մի տիզ ա կծել, եւ ինքն էլ մաշկի տակ ա տեղավորվել։ Թույլ տուր այդ տիզը հանեմ ու հարցերդ կլուծվի։ Բժիշկը տիզը հանեց, ինք իրան լավը զգաց, անցավ 2 տարի։ Ժամանակի ընթացքում սկսում էր իրան շատ հոգնած զգալ, այդ կյանքով էներգիա ավելի կինը հոգնում էր արագ, քունը արագ տանում էր, գլխապտույտներ էին մոտ առաջանում, խամրում էր իր տեսողությունը, միտքը խամրում էր, առաջվա պես այլևս կայտառ չէր ինքը, աշխուժ չէր, կենսախինդ չէր, գնաց հոգեբանի մոտ բուժվեց դեպրեսիայի դեմ ոչինչ չօգնեց, ասցի նևրոզ է առաջանում, ոչ մի օգուտ չտվեց նրան։ 2 տարի տառապում էր ինքը, մինչև որ մի բժիշկ բացահայտեց, որ այդ տիզը, որ 2 տարի առաջ նրա մաշկի տակ տեղավորվել էր, քանի որ 24 ժամվա ընթացքում չէին հանել, եւ սա էր այդ բնական օրենքը, 24 ժամվա ընթացքում պետք է այդ տիզը հանեին, որտեղ չէին հանել, նա բազմացել էր, ձվադրել էր, եւ արյան մեջ էր տարածվել, եւ ուղեղը նրա ախտահարվել էր։ Եվ երկարատև բժշկություն էր, բուժում էր պահանջվում, որ դետոքսիկացիա լիներ, մաքրվեր նրա ամբողջ օրգանիզմը, արյունը, ուղեղը, ամեն տեղ նա ախտահարված էր։ Նայում ես ողջ առողջ անձնավորություն ոտքի վրա մաշվում է, ոչ մի խնդիր չկա, քաղցկեղ չունի, ոչ մի խնդիր չկա, բայց մի թաքնված բան։ Դրա ոչ միայն մաշկի տակ, արդեն ուղեղի ծալքերի մեջ բուն էր դրել։ Ամեն բան սկսվեց մի փոքրիկ տզից, եւ ամեն բան էլ սկսվում է մի փոքրիկ մտքից, որ գալիս է եւ խայթում է քեզ այդ պայնգուց է դու քորում ես, ուշադրություն չես դարձնում, որոշում ես դա հեռացնես, բայց քանի որ 24 ժամվա ընթացքում դրա հարցերը չես լուծում, ինչ է կատարվում, նա բուն է դնում, նա սկսում է ձագեր հանել, նա ձվադրում է քո մեջ, նա թափանցում է քո արյան մեջ եւ նրա թիրախը քո ոսկորները չեն, քո ուղեղն է եւ սկսում է քեզ կառավարել։ Բժշկության մեջ նաեւ ասում են, չէ, մակաբույծներ կան, ճիճուներ կան, որ մարդուն կոնտրոլ են անում, ստիպում են գնա հաց ուտի։ Ստիպում են ինչ-որ գործողություններ ան, նյարդայնանա, ատամները կրճտեցնի, բայց նա դա չի ուզում։ Բայց նրանք ստիպում են ուղեղին, որ այդպես արձագանքի, այդպես աշխատի։ Նայում ես մի փոքրիկ տիզ եւ հսկա մարդ։ Եվ ինչպես կարող է այդ փոքր տիզը հսկա մարդուն տապալել, գողանալ նրա քունը, առողջությունը, խաղաղությունը, նրան դարձնել կառավարելի։ Նույնն էլ քույրեր եղբայրներ, մի փոքրիկ միտք
Եվ մի հսկա մարդուն այդ միտքը կարող է տապալել գետնին։ Դրա համար Աստծո խոսքն ասում է զգուշ եղիր քո սրտին կամ մտքին զգուշ եղիր։ Մենք ապրում ենք բացասական մտքերի դարաշրջանում, ինֆորմացիայի դարաշրջանում։ Նայեք, ինչքան շատ են բացասական մտքերը, վատ լուրերը, չար լուրերը, ինֆեկցիայի նման ինչ են անում, տարածված են ամենտեղ։ Մտիր սոցիալական ցանցեր կամ մարդուց հարցրա ինչ կա, ինքը կսկսի քեզ պատմել, ոչ թե ինչ կա, նախ առաջինը ինչ չկա, հետո կանել, ինչքան վատ բան կա, կասի ինչ կա։ Եվ դա ախտահարում է քեզ, ինֆեկցիա է առաջացնում։ Մի փոքրիկ խայթոցը կարող է ինֆեկցիա առաջացնել։ Ինչ է ինֆեկցիան։ Ինֆեկցիան օրգանիզմի ներթափանցումն է, օրգանիզմի մեջ ներթափանցումն է հիվանդություն հարուցող մանրէների, վիրուսների, սնկերի կամ մակաբույծների կողմից եւ դրանց բազմացման հետևանքով առաջացող բորբոքային կամ հիվանդագին գործընթաց է։ Նա բորբոքում է առաջացնում։ Պողոսն ասաց այդ նետերը ինչ նետեր են, կրակոտ նետեր են, դրանք այրում են մեզ, դրանք մեր ներսում բորբոքում են մեր մտքերը, զգացմունքները, հարաբերությունները, հիշողությունները։ Տիտոսի առաջի գլխի մեջ Պողոս առաքյալը հետևյալն է ասում, տեսեք ինչ ախտորոշում է տալիս ոմանց, ասում է նրանց միտքը եւ խիղճը պղծված են։ Կան այդպիսի մարդիկ, ասում է, որոնց միտքը եւ խիղճը, կարդացել եք այդպիսի սուրբգրային արտահայտություն, խղճ մտանք, խիղճը միտք ունի, չէ, իրար հետ գործում են եւ որքան կարեւոր է, որ մեր խիղճն ու միտքը առողջ դատեն։ Միշտ չի, որ մեր խիղճը լավ բաներ է մեզ ասում, որտեղ եթե մեր խիղճը Աստծո խոսքով չդաստիարակվի, մեզ սխալ տեղեր կարող է տանել։ Դրա համար ասում է նրանց միտքը, որոնք ասում են մերժում են առողջ վարդապետությունը, նրանց միտքը եւ խիղճը պղծված են, ապականել է սատանան նրանց միտքն ու խիղճը։ Իսկ Եբրայեցիների 6-րդ գլխի 12-րդ խոսքում հին թարգմանության մեջ գրված է, ասում է հիվանդամիտ չլինենք։ Այսինքն մարդիկ կան, որոնք մտքից հիվանդ են։ Նկարում ես MRT ես անում, ուղեղը տեղն է, ամեն ինչ տեղն է, հոգեկան խնդիր չունի, բայց ունի։ Բայց ինչի, որտեղից, որտեղ ուղեղը կա, բայց մտքերը խանգարում են իրան, հիվանդ է, մտքերը հիվանդացրել են նրան։ Այդպիսի մի գործողություն են արել Միացյալ Նահանգներում, ամենադաժան, ասում է դա մահապատիժն է եղել Միացյալ Նահանգներում։ Դուք գիտեք այնտեղ մահապատիժ կա։ Եվ մեկին առաջարկել են, ասեն դու ունես երկու տարբերակ մեռնելու, կամ էլեկտրական աթոռի վրա, որը շատ ցավոտ է լինելու, կամ էլ արյունազրկմամբ, այսինքն բաց ենք թողելու երակից քո արյունը, հոսելու է եւ դու քամվես ու քնես ու չհասկանաս ոնց մահացար։ Ասում եմ, ես երկրորդ տարբերակն եմ ընտրում, ես չեմ ուզում ցավոտ ձևով մահանամ։ Եվ նրան պարկեցնում են, կողքը միացնում են այդ կաթետրը, այսինքն ցույց են տալիս, որ արյունը ինչպես է իբրև թե հոսում, իր մարմնից դուրս է գալիս եւ լցվում պարկի մեջ, ցածր են դնում, որ նա տեսնի։ Մի փոքր ճեղք են բացում, բայց ոչ այնքան, որ արյուն հոսի, միացնում են, կապում են ինչ-որ խողովակներ նրան թվում է, որ արյուն է հոսում իրենից։ Եվ նա նայում է եւ լսում է այդ կտոցները, կաթիլ, կարմիր հեղուկ է հոսում պարկի մեջ։ Նա տեսնում է դա։ Նա սարսափով սպասում է իր մահվան, իրականում դա հեշտ մահ չի, դա դաժան եւ դանդաղ մահ էր։ Եւ նա նայում է ու այն պահին, երբ որ վերջին կաթիլը ընկավ պարկի մեջ եւ նա դա տեսավ եւ այլևս ձայն չկա, միանգամից սփռտնեց, սիրտը կանգնեց ու տեղում մահացավ։ Բայց դուք գիտեք, որ իրականում նրան ոչ մի արյուն էլ նրանից դուրս չէր գալիս, նրան խաբեցին։ Դա ուղղակի գիտական փորձ էր նրա վրա։ Նրան ֆիկցիայով, կեղծ պատկերով, կեղծ մտքեր տվեցին, որ դու արյունակամ ես լինում, հեսա կմեռնես, եւ ինչ եղավ, մեռավ։ Միտքը կարող է մարդուն ապրեցնել, կարող է մարդուն նաեւ սպանել։ Դրա համար երկրորդ Կորինթացիների 10-րդ գլխի մեջ շատ զորավոր խոսք կա, կուզենամ ուշադիր լինենք եւ թույլ չտանք, որ սատանան մեր միտքը այս քարոզի ժամանակ գողանա։
Ասում է քանզի մեր մարտի զենքերը, մեր պատերազմական զենքերը, փաստորեն մենք ինչի մեջ ենք, պատերազմի մեջ ենք, բայց մենք գիտենք հրադադարը, զինադադարը, զենքերն էլ մեր վայր ենք դրել, ասում են խաղաղության պայմանագիր կնքվել երկնքի եւ երկրի եւ դժոխքի հետ, չկա այդպիսի բան։ Միջև որ խաղաղության իշխան ինքը կգա։ Ասում եմ մեր մարտի, մեր պատերազմի զենքերը մարմնավոր չեն։ Համաձայն եք դրա հետ։ Մենք չենք կարող մարմնավոր զենքերով սատանայի հետ պատերազմել, դևերի հետ պատերազմել։ Տեսել եք կինոների մեջ չէ ինչ որ սխտոր են կախում, փուշ են կախում, խաչ են ցույց տալիս սատանային իբր որ վախացնեն իրան։ Մարմնավոր չեն։ Այլ զորավոր են Աստծով։ Եվ ինչ են կանում այդ զենքերով, բերդեր ենք քանդում։ Ինչ բերդ, որտեղ է այդ բերդը։ Այդ բերդը մարդու մտքի մեջ է, ով է կառուցել այդ բերդը։ Սատանան, շատերս մենք ենք կառուցում, ինքը մատերիալը տալիս է, մենք կառուցում ենք։ Կարդացել եք այդ խոսքը, ասում է ամուր ամրոցի պես է կամ քաղաքի պես է լավ պաշտպանված վիրավորված եղբայրը։ Ինչու է վիրավորված եղբայրը համեմատվում լավ պատեր ունեցող ամրոցի կամ քաղաքի հետ, որովհետև ինքը պատ է շինում, վիրավորված մարդը պատ է շինում։ Գիտեք ով է այդ շինանյութը մատակարարում են ձրի, սատանան, քար։ Եվ դուք գիտեք, երբ որ դուք պատ եք շինում ձեր եւ ձեր եղբոր միջև, մտածելով որ դուք պաշտպանվում եք իրանից, վիրավորվածության հետևանքով, բայց դուք գիտեք, որ իրականում այդ պատի հետևում նաև ով կարող է հայտնվել, Հիսուսը, որովհետև նա ասաց, ինչ որ իմ փոքր եղբայրներից մեկին եք անում, ինձ եք անում, պարտավոր չի դու իրան վստահես, բայց պարտավոր չես դու այդ պատը շինես այդքան բարձր, երեսդ էլ չեմ ուզում տեսնել, զգուշ եղի, սատանան կարող է շինանյութ մատուցել քեզ, ուրեմն բերդեր է կառուցում, ինչ բերդ, նախապաշարումների բերդ, տրամադրվածությունների բերդ, կասկածների, մերժվածության, ստության, քո մեջ մանկությունից եւ պատանեկությունից շինում ու շինում է, որ այսպիսին է կյանքը, որ այսպիսին են բոլորը, սաղ կեղծավոր են, բոլորը անարդար են քո հանդեպ վարվում, ոչ ոք քեզ չի հասկանում, ոչ ոք քեզ չի գնահատում, դրանք բերդեր են, ամուր, անառիկ։ Մինչև որ Աստծո խոսքով ասում եմ մենք քանդում ենք։ Օրինակ աններողամտությունը նկատել եք բերդ է, բայց այդ բերդում ով է կալանավորը, դու ինքդ քեզ գցում ես խուցը եւ մեկուսացնում ես մարկանցից։ Շինում ես բերդ քո համար, քեզ պատժելու համար։ Եվ ասում եմ մենք կանչված ենք քանդելու։ Աններողամտությունը բերդ է, բայց երբ որ գալիս է ավետարանը, երբ որ հայրմերը կանգնում ես աղոթելու, ասում ես ներիր մեր մեղքերը ինչպես ես եմ ներում իմ պարտապաններին, դու պիտի քանդես այդ բերդը, դրանցով քանդում ենք բերդերը, հետո ասում եմ որոնք են այդ բերդերը, մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը, այդ տիզի նման մտքերը, ու գերում ենք ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Հիմա ուշադրություն։ Մենք կամ գերենք այդ մտքերը Քրիստոսին հնազանդեցնելու համար, կամ այդ մտքերը մեզ կգերեն մեզ չարին հնազանդեցնելու համար։ Եթե վախենում եք այս միտքը բաց թողեք, կարող եք նկարել, պահել ձեր մոտ, գրել միտեղ, հիշացնել անընդհատ ձեզ։ Այդ մտքերը, որ գալիս են դրսից, դրան գալիս են կամ ձեզ գերելու համար, կամ դուք պետք է գերի բռնեք այդ մտքերը եւ դրանց Քրիստոսին հնազանդեցնեք։ Եսայա մարգարեության մեջ 6-րդ գլխում, երբ որ Եսայան Տիրոջը տեսավ եւ հանձնառություն ստացավ, գիտեք առաջի հանձնառությունը որն էր Եսայայի որպես մարգարե, Տերը ուղարկեց իրեն, ասես գնա եւ ասա այս ժողովրդին, լսելով պիտի լսեք ականջներ, բայց չհասկանաք միտք, տեսնելով պիտի տեսնեք աչքեր, բայց չպիտի իմանաք, նորից չպիտի հասկանաք, բթացրու այս ժողովրդի միտքը, ծանրացրու նրա ականջները,
փակիր նրա աչքերը, որ չտեսնի իր աչքերով, չլսի իր ականջներով, որպեսզի իր մտքով չիմանա, դարձի չգա եւ չբժշկվի։ Հիմա տեսեք մեր բժշկությունը որտեղից է գալիս, մեր տեսնելուց, մեր լսելուց, մեր հասկանալուց։ Եվ գաղտնիք կա այստեղ, եւ Աստված ասում է, ես ուզում եմ պատժեմ այս ժողովրդին։ Եվ դա պատիժ է, երբ որ մարդը բթանում է։ Դուք գիտեք, այստեղ մի մարդ չէր բթացել, ինչ որ մի պաշտոնյա չէր բթացել։ Մի ամբողջ ժողովուրդ բթացել էր։ Գիտեք, հոգևոր բթությունը ինչ է, երբ որ մարդը անզգամ է դառնում մեղքի հանդեպ, անզգամ է դառնում Աստծո հանդեպ, անզգամ է դառնում իր սեփական մեղքերի հանդեպ, ինքը էլ չի զգում եւ չի հասկանում ինքը ինչ է անում, դրան ասում են բթություն։ Ես մի բանում եմ համոզված ու կասկած չունեմ քույրեր եղբայրներ, որ այսօր մարդու միտքը անշրջելի կերպով բթանում է։ Դուք գուցե կարող ասեք, բա մենք հանճարներ ենք ստեղծել, հələ տեսեք ինչեր ենք ստեղծել մենք, ուր են հանճարները։ Մարկության միտքը, եւ սա ապացուցված փաստ է, անշրջելի սկսեց բթանալ հատկապես այն պահից, երբ որ ստեղծվեց արհեստական ինտելեկտը։ Ինչ է անում արհեստական ինտելեկտը, սկսում է ամեն բան քո փոխարեն մտածել։ Ամեն ինչ որ պետք է, ինչի կարիք դու ունես։ Արդեն հաշվարկված է, որ 2 տարուց մարդիկ էլ բժշկի կոնսուլտացիա համար կարիք չեն ունենա դիմելու, որովհետև ինքը պետք է ասի վերքդ նկարի, քեզ ասեմ ինչ խնդիր ունես դու, դեղերն էլ գրեմ, հիմա էլ է անում։ Բայց 2 տարի հետո շատ ավելի հանճարեղ է անելու ինքը։ Ուր են կոմպոզիտորները, եթե կարելի է արհեստական ինտելեկտով ստեղծել հանճարեղ ստեղծագործություն։ Ուր են լինելու քարոզիչները, երբ որ արդեն ինքը ինչ է անում, այնպեսի քարոզ է գրել, որ փորձ են արել Միացյալ Նահանգներում, արհեստական ինտելեկտի ստեղծած քարոզը տվել են 100 քարոզիչների, 100-ից 90-ը ասել են, ինչ հանճարեղ քարոզ է, միայն 10-ը մի քիչ կասկածել են, որ մի նիտոյա, մի տեսակ են չի, մարդու գրած չի սա, և այլևս չի զանազանվում, և մարդու 21-րդ դարում մարդու ուղեղը սկսում է բթանալ, և սա անշրջելի է լինելու, գրքեր կարդալ, ստեղծագործել, երաժշտություն գրել, հանճարեղ մտքեր արտահայտել, ամեն ինչ արված է և կարվի քո փոխարեն, և դա ծուլացնելու է մարդու ուղեղը, և գիտեք ինչ է դա հանգեցնելու, երբ որ մարդիկ այդ բութ մտքով արդեն կընդունեն մեկին որպես Քրիստոս, բայց դա հակաքրիստոսն է լինելու։ Նա զրկելու է մարդուն դատողությունից, քննադատական, վերլուծական մտքից, բթացնելու է մարկությանը, որ ցանկացած մեկին բառաբայի մեջ նրանք փրկիչ տեսնեն, ավազակի մեջ, քաղաքական գործիչների մեջ փրկիչներ որոնեն մարդիկ և գերի դառնան սատանային։ Դրա համար շատ եղի քո մտքին, զգուշ եղիր քո մտքին։ Դու չես կարող վերահասկել, թե ինչ մտքեր են գալիս, չես կարող, չէ, կա մեկը, որ կարող է վերահասկի, մտքերը կգան, բայց կարող ես վերահասկել, թե որ մտքերը մնան ու չգնան, դա քո վերահասկողության գործ, այստեղ խնդրել է, որ մի հատ ճանճ կար, գնաց ինքը, գնաց, ստեղ է, հա, ստեղ ես, շատ լավ է, ճանճերը կգան, Ես օգնական ճանճ է, իրան չսատկացնեք, պետք է ենք ինձ։ Ճանճերը միշտ կգան, բայց մենք ենք որոշելու, ճանճը կմնա, թե իրան ճանճասպանով ուղղակի եկավ, մյուսն եկավ, տեսակ անունը տվեցինք։ Մենք ենք մտածում, մենք ենք որոշողը։ Պատկերացրեք ձեզ դուրեկան չի, չէ, որ ճանճը նստում է ձեր գլխին։ Հատկապես առավոտվա ժամը 7-ին նստում է ձեր քթի վրա։ Դուք ինչ եք անում այդ ժամանակ, քշում եք։ Նույն կերպ եւ մտքերը ճանճի նման են, կպչուն, գալիս են։ Նկատել եք ճանճերը ինչքան համառ են, քշում ես նորից գալիս է, աներեսի նման նորից գալիս է։ Դրա համար սատանայի անունը Բահաղ ճանճիկ է։ Այսինքն ճանճերի իշխան։ Էլ ուրիշ կենթանի չկար, որ միջա չկար, որ ինքը համեմատվեր։ Հիմա ճանճը եկել է նստել է քո գլխին, վարձել է քո գլուխը։ Ուղեղդ վարձել է եւ սկսել է բնակվել, երեխայա հանում այնտեղ։ Ես բարեկամաբար խորհուրդ կտամ, հատկապես այս օրերին քույրեր եղբայրներ վարձերը թանկացել են,
բարձրացրեք վարձը, հանեք դրան ձեր գլխից։ Հանեք այդ մտքերը ձեր գլխից եւ թույլ մի տվեք, որ դրանք բնակվեն, բնադրեն եւ բազմանան ձեր մեջ։ Դու չես կարող վերահսկել, թե ինչ մտքեր կան, բայց կարող ես վերահսկել, թե որ մտքերը մնան կամ չմնան քո մեջ։ Եվ երբ բացասական մտքերը գալիս են, նրանք կամ բաց դուռ են ման գալիս, կամ էլ դուռը բացողին են ման գալիս։ Եվ շատ ժամանակ գիտեք, դռնապան ով է, դուռ բացող ով է, մենք ենք։ Փակողն էլ, բացողն էլ, բանալին մեր ձեռքում է։ Նկատել եք Տեր Հիսուսն ասում է, ես կանգնած եմ, ինչ եմ անում, դռան առաջ թակում եմ։ Ինչու՞, որովհետև այդ դուռը դրսից բռնակ չունի, ներսից է բռնակը։ Եվ դու ես բացողը դուռը, թե սատանայի առաջ, թե Հիսուսի առաջ։ Եթե Հիսուսը քաղաքավարի կանգնած թակում է, սատանան քացով է խփում, կամ գուցե սողոսկում է, որովհետև գրված է մեղքը որտեղ է պարկած։ Դռան առաջ, դռան տակ պարկած է, շորի տակ էր։ Ինչ-որ կար սովետական ժամանակներում այդպիսի մի սովորություն։ Տնից դուրս էին գալի, հետո մի հատ էլ գրություն էին գրում, դռան արանքն է դնում էին, ասում էին Աշոտիկ, բանալին դռան շորի տակ է գտնվում։ Քո սրտի բանալին դռան շորի տակ մի դիր։ Պահիր քո ձեռքերում եւ թույլ մի տուր, որ սատանան դուռը բացի եւ սողոսկի քո կյանքի մեջ։ Պահիր քո սրտի դուռը, քո մտքի դուռը։ Բայց ցավն այն է, որ գիտեք ինչ ենք անում, թակողի առաջ դուռը բացում ենք, հերիք չի բացում ենք, նաեւ ներս ենք հրավիրում, հերիք չի ներս ենք հրավիրում, նաեւ հյուրասիրում ենք, սուրճ ենք տալիս, հաց ենք տալիս, տեղ ենք տալիս, պահում ենք իրան, այն էլ գնում է իր բարեկամներին հավաքում, բերում մեր ներսը եւ խնջույք է, սատանայական խրախճանք է սկսվում։ Սկսում է ուտել։ Գիտեք ինչ է ուտում սատանան, այդ մտքերը ինչն են ուտում մեր, նյարդերն են ուտում, խաղությունն են ուտում, չէ։ Աստծո խոսքն էլ ասում է կրծողների մասին, որ ներսից կրծում են մեզ, եւ Տերն ասում է, եթե հավատարիմ լինես, ես կհանդիմանեմ կրծողին, եւ կրծում են ներսից մեզ, կասկածները, տագնապները, վախերը, անհանգստությունները։ Հռոմեացիներ 8-րդ գլխի մեջ 5-րդ խոսքից հետեւյալն է ասում, ասում է, որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնավոր բաներ են մտածում, այսինքն մարմնով շարժվողները մարմնավոր բաներ են մտածում։ Այսօր ինչ գեղեցիկ խոսք ընկավ, Աշոտ եղբորն էլ ասել են, նա ելի մարգարեական էր, գրած է վերին բաները մտածեք։ Մարմնավոր բաներ են մտածում մարմնավոր քրիստոնյաները, իսկ ըստ հոգու եղողները հոգևոր բաներ են մտածում։ Որտեւ ըստ մարմնի խորելը, մարմնի խորուրդ ինչ է, մահ է։ Իսկ ըստ հոգու խորհելը, եթե Սուրբ Հոգու հետ ես մտածում, կյանք ու խաղաղություն։ Հարց հետևյալն է, ով է քո ականջին նստած, ում առաջ ես դուռը բացում, որտեւ ըստ մարմնի խոկումը կամ խորելը Աստծո դեմ թշնամություն է։ Մարմնի խորհուրդը թշնամություն է Աստծո դեմ։ Նկատել եք մեր ուղեղը հակված է բացասականի, ավելի քան դրականի։ Մենք միշտ ավելի սպառնալիք ենք ման գալիս, քան օրհնություն ենք ման գալիս։ Վտանգ ենք ման գալիս այստեղից, քան ինչ-որ լավ բան ենք ման գալիս, հա։ Երեխան գնաց դուրս, հեծանի ֆակշում չի զանգում։ Զանգում ես չի պատասխանում։ Ինչ ես սկսում մտածել։ Վատ բան։ Դու չես մտածում, դե լավ երեխա է, դե հիմա չի նկատել իմ զանգը։ Միանգամից սատանան գալիս է եւ գրոհում է քո ուղեղը։ Հա, կամ զանգեցի եղբորս չի պատասխանում, կարող է մի բան եղել է։ Հետո էլի զանգեցի չպատասխանեց, հետո մի հատ է զանգ, ահա, եւ սկսվեց։ Փաստորեն եղել է։ Մի բան եղել է, հա, լողանում էր այդ եղբայրը, ինչ է եղել։ Բայց չէ, միլի վարկյանների ընթացքում սատանան ինչ անում մտքեր, կրակոտ, թունավոր նետեր, եւ միջև որ քեզ հետ են զանգում, արդեն ներսը թունավորվեց։ Արդեն դու այդ ինձ արհամարում էիր, հա։ Ներսը տակնու վրա է անում, քարոքանդ է անում, ինֆեկցիա է սկսվում քո մեջ, բորբոքային պրոցես։ Եվ նկատել եք, վատ բաների վրա մեր ուղեղը միշտ գնում է ու դրա վրա է կենտրոնանում։
գեղեցիկ ծաղիկներ են այստեղ թողած, մի հատ ճակ կգտնեմ, մի հատ փոշի եւ կգնամ այդ փոշու վրա կկենտրոնանամ։ Տեսել եք տես մարդիկ կան այդ բայցի սինդրոմն է իրանց մոտ։ Լավ տղա է, բայց ու գնաց շարանը։ Լավ եկեղեցի է, բայց այդ բայցը գիտեք, չեն դե փող են ավակում, չգիտեմ լույս են անջատում, ինչ ասես չեն ասում։ Լավ երկիր է, բայց եւ այդ բայցը մի հատ տիզ է, որ թափանցում է քո մեջ մակաբույծի նման ու բայցը մի հատոր էլ չի, երկու հատոր չի, գնաց հատորյակները։ Ինչի մասին, որ մտածում ես, դա էլ գրավում ես քո ուղղությամբ։ Մի հատ գաղտնիք էլ ասեմ սիրելիներ, նկատել եք, որ բաներ կա, որ մենք խոսում ենք, հանկարծ տեսնում ես դրա գովազդը բերեց։ Ում է դա տես բաները, թե մենակ ինձ հետ տես տարօրինակ բան լինում։ Խոսում ես բժշկությունից մի հատ հիվանդանոցի գովազդ բերեց։ Խոսում ես օծանելիքից բերեց։ Ինչից որ խոսում ես ու ինչ է պարզվում, որ մեր հեռախոսները մեզ լսում են։ Եվ դա ալգորիթմ է, որ աշխատում է, որ գովազդ վաճառի մեզ վրա, համոզի մեզ բաներ անել։ Որտեղից են մարքետոլոգները վերցրել այս հայտնությունը։ Ես կարծում եմ դա սատանայական ալգորիթմ է եւ ոչ միայն սատանայական, հոգեվոր։ Ինչից որ խոսես, դա էլ կգա քո առաջ։ Հիշում եք Հոբն ասեց, ինչից վախենում էի, գլխիս եկավ։ Ինչ որ մտքիդ մեջ դու արծարծում ես, անդադ շրջանառության մեջ ես դնում, դա էլ կառաջարկի քեզ կյանքը, սատանան, հոգեվոր կյանքը։ Հետևաբար կարող ենք լավ բաներից խոսանք։ Ես չեմ ասում դրական դավանանքի մասին, որ ասենք, որ լինի։ Տենց չէ, դա ինքնախաբեություն է, բայց մտքերը իշխանություն ունեն, ուժ ունեն, եւ դրանք կարող են քեզ գրավիչ դարձնել։ Դու կարող ես գրավել լավ բաները եւ վատ բաները, եթե քո ներսում ամեն բան ճիշտ է կամ սխալ է։ Բացասական մտքեր ինչ հետևանք կարող են թողնել մեզ վրա։ Նկատել եք, մեր միտքը կարող է դառնալ մտածելակերպ, այս սա է վատ հետևանքը։ Մեկ միտքը կարող է դառնալ մտածելակերպ։ Օրինակ, երբ որ մեկին իր կինը դավաճանում է, նա կարող է ասել, դե բոլոր կանայք էլ այդպիսին են, բայց ու այդպիսին չեն։ Չէ, եթե տղամարդը բռնարար է, կինը կարող է մտածել, բոլոր տղամարդիկ էլ այդպիսին են։ Դա մտածելակերպ է դառնում, կաղապարված, քարացած։ Իսկ մտածելակերպը, ինքը չի մնում մտածելակերպ, կարող է դառնալ սովորություն։ Սովորությունը կարող է դառնալ բնավորություն, եւ բնավորությունը դառնում է ինչ կյանք։ Ուրեմն տեսեք, որքան պետք է զգուշ լինենք, որ մեկ միտքը նման կյանք չպատճառի մեզ, այլ լավ կյանք մեզ պարգևի։ Որն է լուծումը վերջում։ Ինչ լուծում կա այս ամեն ինչին։ Լուծումը հետևյալն է, ասում է Քրիստոսի միտքը ունեցեք։ Առաջ Կորինթացին 2:16, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Կարող ենք իրար հետ հիմա ասել այս խոսքը, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Ասելը շատ հեշտ է։ Ինչքան ուզում ես ասա, գնա դավանի, հայլու առաջ կանգնի ասա, բայց դա պիտի ունենաս, պիտի գործադրես այդ միտքը, դա մենակ դավանելով չի, կարևոր է դավանելը, բայց պիտի ունենաս այդ միտքը։ Իսկ որտեղ է Քրիստոսի միտքը, ահա այդ միտքը։ Եթե դու Աստծո խոսքով լցված չլինես, դու չես կարող Քրիստոսի միտքն ունենաս քո կյանքի մեջ։ Այս բայցը խոսում է մի բանի մասին, որ ուրիշներ այսպիսին են, բայց ես տարբերվում եմ, սա բացառում է ինձ ուրիշներից, մենք Քրիստոսի միտքը ունենք։ Ինչպես ունենալ Քրիստոսի միտքը։ Շատ պատմությունների մեջ չենք խորասուզվի, բայց հիշում եք դատավորաց 6-րդ գլխում մի Գեդեոն կար։ Բենյամինի ցեղից էր, թե ում ցեղից։ Բենյամինը ամենափոքր ցեղից։ Ամենափոքր ցեղից ամենակոլոտ, ամենավախկոտ մարդը, որ ծորեն էր գողացել, չէր գողացել, թշնամիներից փախցրել էր, որ իր ձեռից չփախցնեին։ Գնացել էր մի հատ քարանձավի մեջ, մտել էր ծորեն էր, աղում, որ հաց ուտեր։ Իր ոչ մի ուրիշ հոգս չուներ, այն էր, որ ուտեմ չմեռնեմ։ Եվ որ հայտնվեց հրեշտակը, ասեց ողջույնով հզոր զորավար։ Գեդեոնը շփոթված նայեց իր աչուծախ կողմեր, ում է դա։ Էսով է հզոր զորավարը։
Հզոր զորավարը մեր հարևան քաջիկն է, գնա իրանց տուն։ Հզոր զորավար։ Դա հեգնանք էր հնչում։ Գեդեոնը գիտեք ինչ մտածելակերպ ուներ։ Նրան ասում եմ մորեխի մտածելակերպ։ Այդ մորեխի մտածելակերպն է թվոցից է գալի, որ ասում է, այդ հսկաները մենք իրանց առաջ մորեխի նման ենք, մեզ կճզմեն։ Դա մորեխի մտածելակերպն է։ Գեդեոնը իրան տեսնում էր որպես ոչինչ, որպես Իսրայելի ամենափոքր ազգի, հիշում եք Բենյամինը ինչ էր փոքր։ Կոտորեցին տղամարկանց։ Սխալ ինֆորմացիայի պատճառով պատերազմ եղավ ամենափոքր ազգի, ամենափոքր ցեղի, ամենափոքրն է մեր տան։ Բայց հրեշտակը մտածելակերպ ձևավորեց նրա մեջ, փոխիր, Քրիստոսի միտք ունեցիր։ Առաջ թագավորած 30-րդ գլխում Դավիթի ամենավատ օրն էր իր կյանքի, ամենավատ օրերից մեկ ասում է, եկավ Սիկելակ, տեսավ, որ թշնամին եկել է իր բոլոր երեխեքին, կանանց, իր զինվորների կանանց, տունը թալան է, տարե, սրբել են ամեն բան։ Եվ ասում է, զորք ուզում էր Դավիթին սպաներ, իրեն էր մեղադրում։ Եվ Դավիթը ասում է, տագնապեց։ Բայց 7-րդ խոսքն ասում է, եւ Դավիթը իր Տեր Աստծով զորացավ։ Ահա մտածելակերպի փոփոխությունն է։ Տագնապի մեջ դու կարողանում ես ժամանակ գտնել եւ զորանալ Աստծով։ Բայց անգլերեն թարգմանությունը ավելի գեղեցիկ է ասում է Դավիթը ինքն իրեն քաջալերեց Աստծո մեջ։ Գեղեցիկ է հնչում։ Հիմա ուզում եմ հասկանամ այդ երբ արեց, այդ ոնց արեց, այդ ինչ գաղտնիք էր, մենք էլ իմանանք անենք։ Բացեք 103 Սաղմոսը, առաջի խոսքը, քանի տեղ Դավիթը նույն բաներն է ասում, 103 Սաղմոսի առաջի խոսքում, նա խոսում է իր անձի հետ, և հետևյալ կարգադրությունն ու հրամանն է տալիս, ասում է օրհներգիր Տիրոջը, ով իմ անձ, օրհներգիրը ինչ է նշանակում, օրհնելով երգիր Տիրոջը, ով իմ անձ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը, երբ, որտեղ, միշտ և ամեն տեղ, թե եկեղեցում, թե եկեղեցուց դուրս, թե լավ օրերին, թե վատ օրերին, արժանի Աստված, որ անգամ վատ օրերին իրան օրհներգենք, օրհներգիր Տիրոջը, կարող ես հիմա օրհներգել Տիրոջը, օրհնել նրան, ձեռքդ բարձրացնել, ձայնդ բարձրացնել, և տեսեք ինչ ասում շարունակությունը, օրհներգիր Տիրոջը, ով իմ անձ և մի մոռացիր նրա բարիքները, նկատել եք, երբ որ այդ տիզը բուն է դնում մեր մեջ, մեր հիշողության վրա է աշխատում ինքը, և մի անգամից մթագնում է քո ուղեղը, մոռանում ես Աստծո բարերարությունները, մոռանում ես, որ Աստված չնե դու կմեռնեիր, բայց հիմա մատդ փուշ է մտել, ասում ես մեռնելս գալիս է։ Մի անձնավորություն ասում է, երբ որ գալիս են ինձ մոտ եւ ասում են, կյանքը շատ ծանր է, կյանքս շատ դժվար է, ես էլ իրան ասում եմ համեմատում կյանքի։ Լավ բան է, չէ՞։ Մի հատ համեմատիր էլի, համեմատում կյանքի, այն Աֆրիկայում կիսասոված գոյությունը քարշ տվողների հետ համեմատ, այդքան վատ է քո կյանքը, այդքան ծանր է արդյոք։ Եվ ասում եմ մի մոռացիր, որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը, որ փրկում է քո կյանքը ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով ու գթությունով, լավ բաներ են սրանք, թե չէ։ Ում անում քեզ, քո կյանքը, տեսեք ինչ գեղեցիկ է, որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով եւ քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։ Եվ հետո ասում է նա իր ճանապարհները ցույց տվեց Մովսեսին 8-րդ խոսքն ասում է բարեգութ եւ ողորմած է Տերը, համբերատար է եւ գթառատ։ Ահա թե ինչպես կարող ենք մենք այդ թունավոր նետերին հակազդել, հակառակվել, հակաթույն օգտագործել, Աստծո խոսքը լավագույն հակաթույնն է, Աստծո խոսքը լավագույն կրակ մարիչն է։ Դժողքի կրակների դեմ, չարի կրակոտ նետերի դեմ։ Հիշեցրու քեզ, ինչեր է արել Աստված։ Փոխանա քո փորձություններն ու դժվարությունները հաշվելու, հաշվիր քո օրհնությունները, դե թե կարաս հաշվիր։ Ինչքան բաներ է Աստված արել քո կյանքի մեջ։ Մենք մեզ պետք է հիշեցնենք, իսկ մեր միտքը ինչ անում, գնում է վատի վրա է կենտրոնանում։ Հիմա պատկերացրեք այս քարոզից հետո,
Եթե 100 մարդ մոտենա ինձ եւ ասի, «Վազգեն եղբայր, այս ինչ լավ քարոզ էր»։ Բայց այդ 100-ից հետո մի հոգի ինձ մոտենա ասի, «Ոչ մի բան էլ պետք չէր, այս քարոզը վատ քարոզ էր»։ Օրվա վերջում իմ ուղեղը ում մասին պիտի մտածի, ոչ թե 100-ների, այլ այդ մի հոգին, որ ինձ բան ասաց։ Այդպիսին է մեր ուղեղը, բայց մենք կարող ենք դաստիարակել, խրատել, փոխել, Աստծո խոսքով իհարկե, մենք մեզանով ոչինչ չենք կարող անել։ Ուրեմն լուծումը Քրիստոսի միտքը ունենալու մեջ է եւ մեզ զորացնելու Քրիստոսի մեջ, Աստծո մեջ, ինչպես Դավիթը դա արեց։ Եսայա 26:3-ն էլ վերջում հետաքրքիր է ասում. հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։ Տեսեք, մենք միշտ ակնկալում ենք, որ Աստված այդ հաստատուն միտքը մեզ տա, բայց Աստծո խոսքը մեզ վրա է դնում այդ պատասխանատվությունը։ Դու պետք է դաստիարակես քո միտքը Աստծո խոսքով աշակերտես, որ միտքդ հաստատուն լինի։ Եվ դրա հակառակը գիտեք որն է։ Երկմիտ։ Լսել եք այդ արտահայտությունը։ Հակոբոսն ասում է, երկմիտ մարդը թող Աստծուց ոչինչ չակնկալի։ Իսկ երկմիտի հակառակը որն է։ Հաստատուն։ Պարսկայերն ասում են միամիտ եղիր։ Ես զարմանում եմ, որ այդպես ասում են, այս ի՞նչ է նշանակում։ Զանգում են իրար, ասում են, երեխեդ ինձ հետ է միամիտ եղիր։ Ասում եմ, այսինքն ինչ։ Այսինքն մեկ միտք ունեցի, ոչ թե երկու միտք ունեցիր։ Միամիտ նաև դա է նշանակում, մեկ մտքի տեր անձնավորություն։ Հաստատուն միտք, եթե ունենաս, նայեք ինչ կկատարվի ձեզ հետ։ Կատարյալ խաղաղության մեջ կհայտնվես։ Խաղաղություն տվողը Տերն է։ Հաստատուն մտքի պատասխանատվությունը մեզ վրա է։ Բայց որտեղից հաստատուն միտք է մարդուն։ Որն է պատճառը, որ իր միտքը հաստատվել է, երկմիտ չի, ահա վերջում գաղտնիքը, որովհետև քեզ է հուսացած։ Երբ որ հույսը դնում ես Տիրոջ վրա, միտքդ հաստատվում է։ Դուք գիտեք, հույսը միայն փիլիսոփայական հասկացություն չէ։ Հույսը սաղավարտ է։ Եվ Աստծո խոսքն ասում է փրկության հույսի սաղավարտը առեք, ձեր գլխին դրեք։ Ոչ միայն հավատքի վահանը, այլև հույսի սաղավարտը։ Հույսը սաղավարտ է։ Դուք գիտեք հույսը ինչ է տալիս մարդուն։ Մի հատ իրար հուշեք։ Հույսը քեզ ինչ է տալիս։ Լավատեսություն։ Չէ, հույսի սիրած խոսքերից մեկն է լավ կլինի։ Ոչ թե ձևական է ասում, այլ հիմք կա, պիտի հիմք լինի Աստծո խոսքի։ Լավ կլինի։ Իհարկե գնալ մեղավորին ասել, ախպեր ջան, լավ կլինի, որ դու այդ մեղքի մեջ ես, լավ կլինի։ Հիմք չկա։ Բայց երբ որ Աստծո խոսքով ես ասում, լավ կլինի։ Դա հույս է տալիս ապագայի հանդեպ, որ մարդը ապրի։ Իսկ այդ հույսը մեծագույն հակադեպրեսանտն է, հույսը մեծագույն հակաթույնն է, կրակ մարիչն է դժոխքի կրակների։ Միտքը սկսում է հանդարտվել։ Հանգստանում ես դու։ Եվ այդ տիզը սկսում է խլրտալ, որ իր ժամանակ է եկել է, որ ինքը պետք է լքի քո միտքը, քո օրգանիզմը։ Միացյալ Նահանգներում, Թենեսի նահանգում, մի փոքրիկ գյուղաքաղաքում մի երեխա ծնվեց, անհայր։ Եվ քանի որ գյուղաքաղաք էր եւ Թենեսին է շատ ավանդական նահանգ է, ես եղել եմ, սիրում եմ այնտեղ լինել, միշտ իրանց ասում եմ, որ իսկ թվում է հազարամյակ արդեն եկել է, դուք խաբար չեք, ձեր մոտ հազարամյա թագավորությունը շատ են այնտեղ հավատացյալները։ Եվ նման մի գյուղաքաղաքում, որտեղ ավանդապահ մարդիկ են ապրում, ծնվեց մի երեխա անհայր, հայտնի չի հայրնով է։ Եվ զրույցներ ու շշուկներ սկսեցին պտտվել, անօրինական որդի է, անառակի որդի է եւ այլն, իրական դեպք է սա։ Համագյուղացիները արգելում էին իրանց երեխաներին այդ երեխայի հետ խաղալ, որտեղ ասում են ինքը անօրինական զավակ, ապօրինի երեխա է։ Երբ որ ինքը գնաց դպրոց, դասատուն ասեց հայրանունդ ինչ, ասեց չգիտեմ, բոլորը ծաղրեցին իրան, որտեղ գիտեին ինչի չգիտի իր հայրանունը։ Եվ անդադ այս տիզը իր ուղեղի մեջ էր, որ դու ապօրինի զավակ ես, ոչ ոք չի ուզում քեզ հետ շփվի, որ դու մերժված ես, որ դու լքված մեկն ես։
12 տարեկան էր, երբ որ հայտարարեցին գյուղում լուր տարածվեց, որ նոր հովիվ է եկել, նոր քարոզիչ է եկել։ Առաջին անգամ գնաց եկեղեցի, ուզում էր տեսնել ով է այդ քարոզիչը, քաղաքից եկել է գյուղ, որ իրանց հովիվն էլ որոշեց ժողովի վերջում գնա դռան մոտ կանգնի, որ մարդկանց ձեռքը սեղմի, որ ծանոթանա, իմանա ով է։ Կանգնում էր, ծանոթանում էր, անուն էր հարցնում, երբ որ այդ երեխային տեսավ, ասեց՝ «Վայ տղա ջան, պապատ ով է»։ Առանց հասկանալու, որ իրան ինչքան էր ցավեցնում այդ հարցը, ասեց՝ «Ում տղան ես դու»։ Ժողովուրդը քմծիծաղեց, հովը հասկացավ, որ անհարմար վիճակի մեջ դրեց այդ տղային։ Շատ զղջաց այդ հարցի համար, բայց տեղյակ չէր։ Հետո Սուրբ Հոգուց իմաստություն ստացավ, ասաց՝ «Օ, ես գիտեմ դու ում տղան ես։ Դու ամենակարող Աստծո հիանալի որդին ես, եւ նա քեզ շատ է սիրում»։ 30 տարի անց այդ անձնավորությունը դարձավ Թենեսի նահանգի նահանգապետը, Բեն Հուփեր անունով պատմական դեպք։ Եվ նա գրեց իր կենսագրականում, նա ասաց. «Ես իրականում նահանգապետ դարձա այն օրը, երբ իմացա, թե ով է իմ հայրը»։ Մինչև այդ նրա ուղեղի մեջ ուրիշ թույն կար, սատանային նետն էր խոցել նրան, թունավորել էր եւ հրդեհել էր նրա ներսը, որ դու լքված ես, դու որբ ես, դու ոչ մեկի պետք չես, ումա պետք քո կյանքը։ Բայց մի անձնավորություն փոխեց նրա մտածելակերպը, Քրիստոսի միտքը տվեց նրան, եւ նա դարձավ այդ նահանգի ղեկավարը, ընտրված ղեկավարը։ Ուզում եմ 5 գործնական քայլեր եւ պատրաստվենք աղոթքի։ Ինչպես պաշտպանել մեր միտքը սատանայի նետերից։ Ինչու եմ այս թեման ընտրել, որովհետև այս վերջին օրերում սատանան իր ամբողջ սպառազինությունը դուրս է հանելու քրիստոնյաների դեմ։ Առաջինը ֆիլտրիր մտքերդ Աստծո խոսքով։ Չգիտեմ ձեր տանը ջրի ֆիլտր կա թե չկա, բայց Արմեն եղբայրը պիտի այսօր գա մեր տան ջրի ֆիլտրը փոխի, որովհետև դնում ենք եւ մեր ապակուց այդ ֆիլտրը, դուք պարզապես պետք է տեսնեք ինչ կեղտոտ ջուր ենք մենք խմում, ինչքան ավազ կա մեջը, աղբ կա մեջը, աղ եւ հանքային նյութեր կան մեջը, որ պետք է անդադ փոխվի, որովհետեւ դա գնում է մեր օրգանիզմ։ Ֆիլտրիր մտքերդ Աստծո խոսքով։ Ինչ որ մտածում ես, համեմատիր Աստծո խոսքի հետ։ Երկրորդ, ամրացրու քո միտքը աղոթքով եւ ընթերցանությամբ։ Ես մի բան եմ նկատել, հենց սկսում ես կարդալ ու աղոթել, միտքդ պայծառանում է։ Եղել է այդպես թե չէ։ Մի հատ ամեն ասեք իմանամ, որ ճիշտ եմ ասում։ Սկսում ես աղոթել, փառաբանել, մեկ էլ միտքս պայծառացավ, հայտնություն եկավ, ինձ մի միտք եկավ, որն է, որ պետք է սրան ներեմ, որ պետք է նրան օրհնեմ, որ պետք է այս գործը անեմ, դրան ասում են աստվածային հայտնություն։ Երրորդ, ընտրիր ճիշտ միջավայր ու ճիշտ մարդկանց, որովհետև շրջապատը ազդում է քո մտածելակերպի վրա, այդպես է թե ոչ։ Ասում են երեխան վատ շրջապատ է ընկել, այդ ինչով է վատ շրջապատ, վատ մտածելակերպ։ Եվ 5-րդ, 4-րդը հակառակվիր բացասական մտքերին, կգան այդ մտքերը միշտ։ Ինչ արա, հակառակ կանգնիր սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Եվ վերջինը 5-րդ, խոսիր ճշմարտությունը քեզ վրա։ Ոնց որ Դավիթը, ով իմանց հիշի, մի մոռացի։ Բարձրաձայն ըրճակիր Աստծո խոսքը քեզ վրա, որ դու սիրված ես, որ Աստված քեզ ընդունում է, ներել է քեզ։ Ուզում եմ վերջում ես հարցը տամ։ Հիմա ում զավակն եմ ես, ում զավակն ես դու։ Սատանան քեզ հակառակը կարող է համոզել, խոցել քեզ, թունավորել քեզ, բայց մենք զենք ունենք, մենք գործիք ունենք։ Ես ուզում եմ վերջում մի բան ցույց տալ ու աղոթել։ Կխնդրեմ, որ Ռուսլան եղբայրը եւ Գևորգ եղբայրը բեմ բարձրանան, եթե հնարավոր է եւ ինձ Ալվարդը կօգնի, ստեղը։ Գևորգ եղբայր, եթե Ռուսլան եղբայրը ստեղ չի ոչինչ, Սամվել եղբայրը, ստեղ է Ռուսլան եղբայրը։ Սամվել եղբայրը կգա։ Գիտեք սատանան ինչ է անում, սատանայական թուղթուգիրի մենք ցույց կտանք ձեզ։ Պիտակներ է կպցնում մեզ վրա։ Ինչ պիտակներ են դրանք։ Նա գալիս է ու գրում է. դու հուշեք ինձ
չես բժշկվի։ Ահա։ Այսինքն անենք։ Այսինքն անենք, որ դու չես բժշկվի։ Եվ գալիս է եւ կպցնում է։ Չես բժշկվի։ Միտքա գալիս։ Հաջորդը էլ ինչա գրում ինքը, հուշեք ինձ, դու չես հաջողվի։ Գիտեմ ինչ որ գրում եմ Սամվել եղբորը չի ազդում մեկա, բայց գրում եմ։ Չես հաջողվես, դու անհաջողակ մեկն ես։ Հետո հուշեք ինձ էլ ինչ է ասում սատանան, չես ազատվի։ Ահա։ Մի քիչ է ձեռագիրս ուզում եմ նմանացնեմ իր ձեռագրին։ Գտնում եք Գեորգ ջան օգտի չընկնի։ Հետո չի պահում, իր վրա չի մնում։ Չի աշխատում Սամվելի վրա։ Կամ դու ոչ մեկին պետք չես։ Սխալ տեխնացու ենք ընտրել մենք պարզապես։ Պետք չես ոչ մեկին։ Բայց գիտեք ինչ է անում Հիսուսը։ Գրված է, որ խաչի վրա դրա գլխին ինչ դրեցին, շեպսակ դրեցին, եւ նա իր պսակը վերցնում է, դնում է ոչ թե շեպսակը, իր պսակը եւ մերը դնում է իր վրա։ Մեր մտքերը վերցնում է, ինչ էր այդ շեպսակը։ Դրանք սատանայի փշերն են, ծակող, թունավոր։ Նա բոլոր մտքերը, որ մարդիկ այսօր ասում են նևրոզ ունեն, մտքեր է գալիս, վախեր է գալիս, նա վերցնում է իր վրա եւ իր հաղթական պսակը դնում է քո գլխին։ Արժի Հիսուսին փառաբանել դրա համար եւ օրհնել նրան։ Ամեն եղբայրն